Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը չի բացառում, որ Սերժ Սարգսյանին սատարելու մասին առաջիկայում կարող է Բարգավաճ Հայաստանի հետ պայմանավորվածություն ձեռք բերվի։ Ուզում եմ, որ նաև բոլոր քաղաքական ուժերը, այդ թվում նաև Բարգավաճ Հայաստան կուսակցությունը սատարի Սերժ Սարգսյանին, դա իմ ցանկությունն է, իսկ որոշելիքը իրենցն է։ Պատասխանելով Ազատություն ռադիոկայանի այն հարցին, թե արդյոք Սերժ Սարգսյանին սատարելու համար այժմ բանակցություններ ընթանում են ԲՀԿ-ի հետ, Հովիկ Աբրահամյանն ասաց, թե պաշտոնական քննարկումներ չկան, բայց քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում եւ կլինեն քննարկումներ։ Իդեպ Հովիկ Աբրահամյանը հրաժարվեց պատասխանել մեր այն հարցին, թե արդյոք հնարավոր համարում է, որ Գագիկ Ծառուկյանը ոչ թե սատարի Սերժ Սարգսյանին, այլ հենց ինքն առաջադրվի որպես նախագահի թեկնածու։ Քաղաքական գործիչ է, քաղաքական։ Ես այդպես կարծիքը չեմ ուզում ասել, որը իրոք չունի որևէ հիմնավորում։ Քանի որ Հովիկ Աբրահամյանն ընդգծեց, թե իր համար կարևոր է, որպեսզի քաղաքական ուժերը համերաշխ գնան նախագահական ընտրություններին, լրագրողները հարցրեցին, թե հանուն այդ համերաշխության ինչ կարող է հանրապետականը առաջարկել Բարգավաճ Հայաստանին, հատկապես որ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած կուսակցությունը վերջին շրջանում կարծես թե ավելի համերաշխ է ընդդիմության հետ, տվյալ դեպքում ՀԱԿ-ի։ Դա մեզ չի վախեցնում այդ համերաշխությունը։ Մենք դա ոչ միայն վերաբերում ենք Բարգավաճին, այլ վերաբերում բոլոր քաղաքական ուժերին, որ մենք պատրաստ ենք համագործակցելու նախագահական ընտրություններում, ուղղակի ողջամիտ յուրաքանչյուր առաջարկություն մեզ համար կարող է լինել ընդունելի, քննարկելի, եւ մենք պատրաստ ենք քննարկելու, բայց դա չի կարող լինել մեր արժանապատվության հաշվին, իրեն նկատի ունեմ հանրապետական կուսակցության։ Իդեպ Հովիկ Աբրահամյանն այսօր հրավիրած ասուլիսում հաստատեց, որ 2 օր առաջ Չեխիայից Երևան վերադառնալու ճանապարհին պատահաբար ինքնաթիռում հանդիպել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Այո, մենք վերադարձել ենք նույն ինքնաթիռով։ Դե ինքնաթիռում նստում են, չեն կանգնում, կարծում։ Ես պատվիրակության հետ միասին ինքնաթիռում նստած էինք եւ ներս մտավ պարոն Քոչարյանը եւ որտեղ որ նստած էր պարոն Զաքարյան Արտակը, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահան, հարգելով երկրի նախկին երկրորդ նախագահին, իր տեղ առաջարկեց պարոն Քոչարյանը նստեց իմ կողքը եւ մենք զրույց ենք ունեցել, որը ընդհանրապես չի վերաբերվել քաղաքական որևէ ձևաչափի, հարցրել է ոնց անցավ մեր հանդիպումները Չեխիայում, ասեցի որ շատ ջերմ, պատմեցի այդ ինչ որը ձեզ պատմեցի եւ որևէ այլ քաղաքական հարց չի քննարկվել իմ եւ Քոչարյանի միջեւ։ Որևէ պայմանավորություն չի եղել։ Իմ կարծիքով դա լավ ձևաչափ չի պայմանավորվել ինքնաթիռում հանդիպել։ Եվ խորհուրդ եմ տալի, որ որևէ նման պայմանավորություն դուք չունենաք ապագայում։ Քանի որ խոսվեց Ռոբերտ Քոչարյանի մասին, լրագրողները խնդրեցին ազգային ժողովի նախագահին արձագանքել նաև Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու շուրջ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը։ Հիշեցնենք, Հայաստանի երկրորդ նախագահն ասել էր, թե խորհրդարանը վարկաբեկեց ինքն իրեն։ Մեր կուսակցությունը Հայկ Բաբուխանյանի դեմքով պատասխանել է եւ մենք ինչ որ ասել է Ռոբերտ Քոչարյանը, ես համամիտ չեմ, որ դա վարկաբեկում է մեր խորհրդարանին եւ ես համոզված եմ, որ մենք տվել ենք հնարավորություն իրավապահ մարմիններին, որպեսզի իրենք իրականացնեն իրենց քննչական գործունեությունը եւ եթե որևէ մեկ, այդ թվում նաեւ Վարդան Օսկանյանը արդար է, ինչ մտավախություն կա։ Թող քննչական գործողությունների ընթացքում պարզաբանվի, որ ինքը արդար է եւ որևէ խնդիր չկա, որևէ քաղաքական խնդիր այստեղ չի եղել եւ չի լինելու եւ չեմ էլ տեսնում ես։ Ովքեր փորձում են շահարկել, որ դա քաղաքական գործընթացներ է, ես դեմ եմ։ Համամիտ չեմ, կոռեկտ ասած։ Եվ վերջում կոռուպցիայի մասին, քանի որ այժմ իշխանությունը սուր պայքար է ծավալում կոռուպցիայի դեմ, Հովիկ Աբրահամյանը անդրադարձավ նաեւ այդ հարցին։ Ես որտեղ որ աշխատել եմ ընդհանրապես պետական բյուջեի գումարը իմ անձնական համար չեմ օգտագործել եւ դա համարում եմ նաեւ գրեղ ռուսի ասած։